Ուղղակի ոչ մի ձև տրամաբանությանը չի դիմանում, էլի, ուղղակի այս կեղծարարության աստիճանը այսպես ակնհայտ, որ օրը ցերեկով չգիտեմ, նորմալ չի այս ամեն ինչը։ Դուք ինչ եք պատրաստվում անել։ Մենք իրավական բանից զատ, իրավական ճանապարհից զատ, այսինքն բնականաբար հաջորդը համանդրական դատարան դիմելն է լինելու, դրանից զատ արդեն պետքա համատեղ մյուս մեր գործընկերների հետ հասկանանք պայքարի մնացած ձևերը, որոնք են կիրառվելու, այստեղ սա մի հոգու խնդիր չէ, թեկուզ Բարգավաճի մանդատների հարցներ, բայց սա ընդհանուր ընդդիմության խնդիրն է ու կարծում ես որոշումները պետքա ընդունվեն միաձայն։ Նաև ուրիշ աղաղակող իմիջիայլոց ապօրինություն կա, որը դեռ վերջնական հաստատման փուլում կլինի, բայց մեր նախնական հետազոտությունները միայն 200 տեղամասի արդյունքների մասով ցույց են տալիս, որ մոտ 25,000 ավել ձայն կա, քան մատյաններում ստորագրություններ։ Այսինքն սա շատ լուրջ կասկածի տեղիք է տալիս մնացածը ստուգելու համար, սրա մասով ուղղակի ասում նախնական, որովհետև դեռևս պետքա վերջնական ստուգվեն այս ամեն ինչը, իսկ սա արդեն շատ խոսում փաստ լինելու իրենց փաստացի այս խարդախությունների մասով։ Այդ մասով այսինքն առանձին ինչ-որ իրավական փոփոխություն հնարավոր է ցուցի։ Դե այս ամեն ինչը արդեն երևի թամենալու է իրավական առումով համանդրական դատարանի, բայց սա լուրջ փաստեր է, եթե այս ամեն ինչերը հաստատվեն, սա ուղղակի ել ավելի ցցուն է դարձնելու այս իշխանությունների կեղծավոր բնույթը, խարդախ բնույթը եւ այս մասով շատ հետեւական ենք լինելու, բայց այն ինչ իրանք այսօր արեցին, իրենք արդեն հետագա 5 տարիների մասով իրենց ազգային ժողովի կարելի է հստակ ասել, որ սա լեգիտիմ խորհրդարան չի։ Պարոն Քոչարյան, նաև փողոցային պայքարի տարբերակներ դիտարկում։ Ամեն ինչն էլ ինձ թվում է պետք է այս պահին դիտարկել, նորից կրկնեմ, սա միայն մեր որոշումը չպետք է լինի, այստեղ նաև գիտեք, առավելագույն ձայներ ընդդիմությունից մենք չենք հավաքել, այլ ուժեր կա եւ այստեղ ընդհանուր խորհրդակցելու հարց կա, դրա համար թույլ տվեք ինձ հիմա ինչ որ բաներ չասեմ առանց վերջնական այս խորհրդակցությունները ունենալուց մինչև այդ խորհրդակցություններն ունենալը։ Պարոն Քոչարյան, ողջույն եմ խնդրում, քիչ ուշ միացանք, մամուլը գրում էր, որ Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել Զվարթնոցից երկիրը լքել, ինչ խնդիր է առաջացել, ինչու, ինչի հետ է կապված։ Հերթական ապօրինությունն է, ուղղակի պարզապես օրը ցերեկով հերթական ապօրինությունն է այս իշխանությունների կողմից։ Նման իրավունք չունեն անելու, մենք դրա համար նախորդ հայտարարել էինք, որ պետք է մի քանի օրով մեկնի, որպեսզի իրենք չփորձեն նորից ինչ որ մեր ժողովրդին մոլորեցնել, հա, այսպես փախնում են, գնում են, գիտեք շատ լավ ինչպես են անում, դրա համար նախորդ ասվել է, որ մի քանի օրով պետք է մեկնի արտերկիր ու ուղղակի առանց որևէ բացատրության։ Ճիշտն ասած դեռ չեմ խոսել, չգիտեմ ինչ են ասել, բայց ըստ երևույթի սովորաբար սահմանապահները կոնկրետ բան չեն ասում են այդ հարցը մեր հետ չէ, մեր մոտ ուղղակի համակարգում ցույց է տալիս, որ իրավունք չունեն նման բան անելու։ Այսինքն նման բան անելու համար պետք է որևէ նոր մեղադրանք առաջադրվի։ Նոր մեղադրանք առաջադրելու համար պետք է կանչեն մեղադրանք առաջադրեն, իսկ առավել եւս այս փուլում մեղադրանք առաջադրելու համար պետք է լինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի գոնե ձևական process-ը, որ անում են, թույլատրում են մեղադրանք առաջադրել, պետք է լիներ դա։ Բայց դա չի արվել, նույնը, եթե չեմ սխալվում, չի արվել նաև Գագիկ Ծառուկյանի դեպքում, նույնը չի արվել Նարեկ Կարապետյանի դեպքում։ Ուղղակի այսպես ճչացող պարզ ապօրինություն։ Մենք հիշում ենք, որ հարցի համապատասխան Հակակոռուպցիոն դատարանում ինքը գործով է անցնում քրեական, այդտեղ ինչ խափանման միջոց կա իր հանդեպ ընտրված, որտեղ վերջին դատականիստում կարծես թե հարց նման չի քննարկվել երկիրը։ Որևէ խափանման միջոց չկա, նրանից հետո երբ որ համանդրական դատարանի որոշումը հայտնի կար այդ գործի մասով, այսինքն խափանման միջոց չի եղել, մինչև հիմա չկա այդ մասով խափանման միջոց։ Նույնիսկ այդ մասով այնտեղ, այսինքն վաղեմությունն անցած հոդված է խափանման միջոց, բայց մինչև հիմա չկար, նույնիսկ այս պայմաններում չկար։ Այսպես ակնհայտ ուղղակի ապօրինություն է, նաև հայտարարում է երկրի վարչապետը խոսում է ինչ պետք է անի, չգիտեմ, ունեզրկի, նստացնի, էս անի, այն անի, հասին կակա պետք է ասել։ Դե ինչ ասես նման մարդուն էլի, եթե խոսում են ժողովրդավարությունից, այդ ամեն ինչից ու դրան զուգահեռ երկրի առաջին մարդը ի պաշտոն է նման հայտարարություններ անում, ես ուղղակի չգիտեմ, խայտառակություն է, ուրիշ ձև հույս ունեմ ուղղակի մեր ժողովուրդը պիտի այս ամեն ինչը տեսնի։ Գիտեք, ապօրինությունը, ժողովրդավարությունը
չպիտի միայն աշխատի այն ժամանակ, երբ որ դա քեզ է կպնում, էլի, կամ եթե ինչ որ մի քաղաքական ուժի հանդեպ դու ունես կոնկրետ բացասական վերաբերմունք, ուրեմն պետք է ասես դե լավ, իր հանդեպ թող ապօրինություն անեն, որովհետև եթե այսպես նայենք, այդ ամեն ինչը ամեն մեկի դռան առաջ է գալու։ Երկի արգելքի հետ կապված այդ որոշումը, թե որևէ բան հստակ չեմ ասել, հա։ Անսպասելի է, քանի որ հիշում ենք Քարոզ Արշավի ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը հստակ մի քանի անգամ հայտարարել է, որ ուզելու են գնալ երկրից, բայց չեն կարողանալու։ Այսինքն սա ուղիղ իր կողմից հրահանգ է համարում։ Որ 2018 թվականից սկսած բազում անգամներ այդ մարդիկ, հատկապես հայրս, գնացել է երկրից, հետո վերադարձել, այսինքն այդ երկրից մի քանի օրով բացակայելը ինչ որ խնդիր չէ, էլի։ Եթե մենք նպատակ ունենայինք երկրից գնալ, 18-ին չէինք վերադառնա, հետո էլ այնքան հնարավորություն ա եղել գնալու, այսինքն ինչ իրանց թվում է իրանցից պիտի փախած, մեր երկիրն է, մենք այստեղ մնալու ենք ու իրանցպես կեղծարարներին պիտի վռնդենք այս երկրից ու իրանց օրինական պատասխանատվության ենթարկենք, ոչ թե ինչ ունենք գնալու ունենք շուտ կգնայինք էլ է։ Այսօր հայտարարեց, որ այն ընտրակաշառքների բացահայտումից հետո ենթադրյալ ընտրակաշառքների դուք առնվազն չպետք է առհասարակ մանդատ վերցնեք եւ խորհրդարան մտնեք եւ ձեր առաջնորդները պետք է կալանավորվեն եւ դատապարտվեն։ Տեսեք, այս ընտրությունների ինձ թվում է հիմնական խնդիրը ինչն է եղել, երբ որ իրենք քննչական մարմինները, հակակոռուպցիոն կոմիտեն դարձրել են ոչ թե ապօրինությունների, ինչ որ ենթադրյալ հանցագործությունների դեմ պայքարող կառույցի, այլ կոնկրետ ոնց որ հիմնական քարոզությունը իրանք իրականացնեին։ Այսինքն այդ sense համատարած հեռախոսներ գաղտնալսել։ Օրինակ, չգիտեմ, միգուցե դուք որպես լրագրող հարցում անեք նաև հասկանաք, իսկ իշխանական որևէ մեկի հեռախոսները գաղտնալսվել են, այդ վարչական ռեսուրսների օգտագործումը, ինֆորմացիա կա, որ իրանք նաև արել են շատ ավելի վատ բաներ, քան ընդդիմությանն են մեղադրում։ Հասկանում եք, այն ծավալը ապօրինությունների, այն վախի մթնոլորտը, մարդկանց գործից հանելու, վախով մարդկանց իրենց հավաքներին բերելու, բյուջետային միջոցները իրենց քարոզչական նպատակներով օգտագործել եւ մնացած բա սրանից չեն ուզում խոսան, բա հարց տվեք էլի իրանց, այս ամեն ինչ շատ ակնհայտ է, չէ՞։ Ամբողջ պետական համակարգը աշխատել է իրենց քարոզչության վրա, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն ու մնացածների ֆունկցիաներ ցեղ շպրտել բոլոր հնարավոր եւ անհնարին ձևերով տարբեր ընդդիմադիր ուժերի վրա։ Հեսա բնականաբար իրանք փորձելու են դա ասեն, նոր էլ տեսանք այս որոշումներ, էլի, թող իրենք ուղղակի շատ ուղիղ կեղծարար են, իրենք կոնկրետ այսօր նաեւ փաստով շատ պարզ ձևով գողացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն։ Պարոն Քոչարյան, նախորդ գումարման ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ ընդդիմությունն իրենց համար նվեր է։ Նաև այս համատեքստում դուք անձամբ ձեր դիրքորոշումը որն է, պատրաստվում եք նորից նոր խորհրդարանում աշխատել։ Գիտեք, մենք կարող է ունեցել ենք որպես ընդդիմություն մեր թերացումները, ինչ որտեղ միգուցե ավելի արդյունավետ կարելի է պայքարել, սրա շուրջ կարելի է իհարկե խոսել, բայց ես ցանկացած մեր ընտրողի, մեր քաղաքացու աչքերին պարզ նայելով կարող եմ ասել, որ մենք պայքարել ենք այնքան ինչքան կարողացել ենք, եթե ինչ որտեղ թերացել ենք, պիտի փորձենք սրա հետ կապված բաներ ընդունենք, բայց այդ հետևություններ անենք, բայց այդ իրենց ասածը հասկանում եք, մենք ամենացավալին այն է, սա կրկնելու միշտ կրկնելու են, որ իրանց պես իշխանությունը նվերա Ադրբեջանի համար, նվերա Թուրքիայի համար, նվերա մեր թշնամիների համար, դա իրանք ցույց են տվել, ցավոք ցույց են տվել իրենց գործողություններով, հազարավոր զոհերով, տարածքային կորուստներով եւ այն հնարավոր զիջումներով, որոնք լինելու են իրենց մնալու դեպքում։ Այ իրանք նվեր չեն, ես չգիտեմ ինչ են, գանձ են, իրանք Ալիևի գանձերն են ուղղակի։